Սիրիայի պատերազմական գործողությունների արդյունքում հայրենիք տեղափոխված սիրիահայերի համար կկառուցվեն թաղամասեր։ Սփյուռքի նախարարությունն արդեն պայմանավորվածություն ունի Երևանամերձ 3 քաղաքների՝ Մասիսի, Աշտարակի եւ Վաղարշապատի հետ համապատասխան հողատարածքներ ձեռք բերելու համար։ Ցանկալի է, որ նրանք ապրեն կոմպակտ ձևով որևէ բնակավայրում, որովհետեւ նրանք պահպանեն իրենց ազգագրական նկարագիրը, նաեւ լեզվի, կենցաղի առանձնահատկությունները։ Այս պահին նախարարությունը փորձում է պարզել, թե Հայաստանում բնակվող 6500 սիրիահայից քանիսն է ցանկանում մասնակցել բնակարանաշինության ծրագրին։ Նախատեսվում է կառուցել ինչպես առանձին տներ, այնպես էլ բազմաբնակարան շենքեր։ Ֆինանսավորման աղբյուրները ծրագրվում է, որ անպայման նաեւ մասնակցություն ունենան սիրիահայերը, պետք է 1/3-ը իրենք տրամադրեն, 1/3-ը տրամադրեն դոնոր կազմակերպություններ կամ հովանավորներ եւ 1/3-ը հայաստանյան իշխանությունները։ Այս ծրագիրը բավականին ոգևորել է նաեւ արդեն 6 ամիս Հայաստանում բնակարաններ վարձակալող սիրիահայերին։ Թանկ է բարձկերը։ Մենք ատկից կտշկոհենք։ Ես ուզեմ իմ զավակները հոս մեծնա։ Արդեն բնակարան պետք է, այս բնակարաններն շատ լավ են։ Եթե sense բան լինի, ամենին միասին մի քիչ կհավաքվեն այդ հարգապաժիններու մեջ։ Ծրագրում կարող են ընդգրկվել ոչ միայն այն սիրիահայերը, ովքեր արդեն բնակություն են հաստատել Հայաստանում, այլև նրանք, ովքեր նոր են պատրաստվում հայրենիք տեղափոխվել։ Ի դեպ, պաշտոնական տվյալներով վերջին 1 տարվա ընթացքում Հայաստան տեղափոխված 11000 սիրիահայից միայն 4500-ն է վերադարձել Սիրիա։ Լիլիթ Արաքելյան, Հովսեփ Հովսեփյան, Արթուր Ղահրամանյան, IPFE։